եկեք միասին լսենք, թե ինչ էր ասում մեզ բոլորիս ծանոթ մարդը նախկին իշխանությունների ժամանակ։ Հենց ընտանիքի անդամների եւ հարազատների հետ տեսակցություն չի լավ։ Ոչ մեկի հետ։ Ինչա ասում գլխավոր դատախազը։ Ասում է տեսակցության հնարավորության պայմաններով մեղադրյալ մարդուց առույթի իրականացման վրա որևէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա։ Այսինքն այդ մարդկանց իրենց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործի շահերով, նախաքննության վրա ապօրինի ազդեցություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քո աշխարհում գլխավոր դատախազ, ինչու՞։ Եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրայր Սեֆիրյանի 11-ամյա ծխան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, կասեինք, այ ժողովուրդ, դե անընդհատ իրանց մանկահասակ երեխեքը բերում են բան, զենք զինամթերք են տալիս իրանց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը ընդհատելու։ Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելու, կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արգելք դնելը, դա հաշվեհարդար է, ուղղակի խոշտանգման մասին է, դա խոշտանգումը պարտադիր է եղողները քաշել։ Էդ էլ է խոշտանգում։ Պարոն Փաշինյան, սա ձեր խոսքերն էին նախկին իշխանության ժամանակ։ Հիմա քուանշ, պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ մենք տեսել ենք, որ գիշերազգեստով եւ հողաթափերով անգամ կնոջ են բերման ենթարկել։ Ձեր իշխանության ժամանակ ԶՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել եւ սեռական նվաստացման են ենթարկել մի երիտասարդին։ Ձեր իշխանության ժամանակ Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս իր մանկահասակ երեխաների հետ տեսակցել, ծնունդ շնորհավորել, նույնը Չալաբյանին, հիմա էլ ոնց հասկանում ենք Արեգնազ Մանուկյանի հերթն է եւ միայն 3 է քննիչը լայավ արել, թույլ տալ ծննդյան օրով այդ երեխային տեսակցել, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ, հոգեբանների էր այցելում։ Այդ երեխաներից որևէ մեկը, պարոն Փաշինյան, զենք չի տարել իր ծնողին տեսակցելիս, իգլազային հրթիռային համալիր չի տարել, ընդհանրապես տեսակցություն էր պետք։ Ինչու դուք մի անգամ ձեր գլխավոր դատախազին քուանշ չասեցիք, ասեք քուանշ տիկին գլխավոր դատախազ, այս ինչ եք անում, այս խեք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին, ինքն էլ թող մի հատ ծրեք, եթե հնարավոր է։ Ես երեք լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը եւ առիթ ա եղել, ես դիրքորոշում եմ արտահայտել, որ ես էլ կարծում եմ, որ ոչ թե չի կարելի, եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետեւ գուցե մամուլը գրել է աչքովս չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։